Պարոն Հովհաննիսյան, երեկ Դանիել Յոհաննիսյանը հայտարարել էր, որ ընտրությունները չեղարկելու համար դիմելու են ՍԴ նոր ընտրություններ անցկացնելու համար, ինչպես կմեկնաբանեք այս։ Անցել են արդար եւ թափանցիկ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները, ըստ այդմ ուրեմն դրանից հետո իհարկե բոլոր կողմերը, թե քաղաքական ուժերը, թե նաև անկախ դիտորդական կազմակերպություններն իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից, դրա համար կա բարձր դատարան, սահմանադրական դատարանը եւ բոլորն ազատ են դիմելու սահմանադրական դատարան։ Իմ մեկնաբանությունը, քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Իսկ ընտրակաշառք բաժանած ուժերի ճակատագիրը ի վերջո ինչ պետք է լինի, երբ իշխանություն երբ է այսպես գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Մենք արդեն ունենք քննարկումներ այդ իմաստով եւ պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակում են, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրանք իրար մեջ չեն այդ փողերը բաժանել, պարզ է, որ պետքա գնանք եւ հասնենք գլուխներին եւ այստեղ գործել է հանցավոր սխեմա, որը ամբողջ Հայաստանի տարածքով են ուրեմն փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ նաեւ ստացել են այսքան ձայն։ Ես ցավում եմ սրա համար, որ տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրակաշառքներին եւ ընտրակաշառքի բերումով եւ այլ ուրեմն հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր եւ իրենց քվեն տվել են ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին։ Բոլորը պետքա պատասխան տան օրենքի առաջ եւ խոսքը ելի եմ կրկնում չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, գործի վրա բռնվել են։ Պետք է ավելի խորը քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի եւ բացահայտվեն պատվիրատուները, գլուխները, այն մարդիկ, ում գրպանից այդ փողը գնացել է ներողությունս արտահայտությանս այդ տասովշիկներին, ովքեր որ արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը։ Պարզ է, որ մենք գործ ունենք, ուրեմն երբ որ ես ասում եմ հասնենք գլուխներին, ես նկատի ունեմ եւ իմ կասկածանքները եւ բոլորիս կասկածանքները տանում են բնականաբար պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարներին։ Պարոն Հովհաննիսյան, պատերազմի եռագլուխ կուսակցություններից առնվազն երկուսը հայտնվել են խորհրդարանում եւ այդ երկու քաղաքական ուժերի վերաբերյալ դատելով իրավապահների տարածած բազմաթիվ ձայնագրություններից, հաղորդագրություններից բաժանվել է ընտրակաշառք։ Ընտրակաշառքի հանգամանքը հաշվի առնելով այս քաղաքական ուժերը փաստորեն իրենց ձայների որոշակի մասը ստացել են ընտրակաշառքի միջոցով։ Արդյոք չի լեգիտիմացնում խորհրդարանական ընդդիմությանը։ Խորհրդարանական ընդդիմությանը լեգիտիմացնում է, բայց ես տեսա նաև գնահատականներ խորհրդարանի ընդհանուր մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ձևավորված է խորհրդարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրեմն իր արձանագրությամբ վերջնական արդյունքները հրապարակել է եւ այդ առումով չի կարող որևէ քննարկում լինել։ Ինչ վերաբերվում է այն ուժերին, որոնք ընտրակաշառքի միջոցով են առնվազն ստացել իրենց մանդատների մեծ մասը, նրանք պետքա օրենսդրությամբ պատասխան տան։ Ես տեսա, որ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է արդարադատության նախարարություն նաեւ ներկայացնելով շատ խոսուն փաստեր համակարգված ընտրակաշառքի բաժանման մասին եւ իմ գնահատականը, իմ գործընկերների քաղաքական գնահատականն այն է, որ համակարգված ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները, քաղաքական ուժերը պետքա հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ եւ դրա համար պետքա համապատասխան օրենսդրություն մշակվի։ Մենք կշարունակենք որպես խորհրդարանական ուժ այդ օրենսդրության մշակման ուղղությամբ մեր քննարկումները, հույս ունեմ, որ արդարադատության նախարարությունում էլ են նման ուրեմն գործընթացներ տեղի ունենում։ Մենք պետքա քաղաքականությունից դուրս բերենք փողը եւ չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինի մի քաղաքական ուժ, որի միակ ուրեմն հենարանը փողն է, զրո բովանդակությամբ մարդիկ մտնում են քաղաքականություն օգտագործելով փողը, տեսնում ենք, որ որոշակի ազդեցությունների են կարողանում հասնել եւ օրինակ մանդատներ գողանալ Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Սա պետքա օրենսդրական մակարդակում կանխվի եւ ընդհուպ մինչեւ պետքա
այնքան խիստ օրենսդրական կարգավորումներ լինեն, որ նրանց ուղղակի արգելվի զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել որևէ ընտրական գործընթացների։ Մենք առաջիկայում ունենք ուրեմն թիմ ընտրություններ մի շարք համայնքներում եւ ես կարծում եմ մինչեւ այդ թիմ ընտրությունները պետքա որոշումներ կայացվեն եւ պետքա օրենսդրությունը մշակվի այս իմաստով։ Ձեր ասածը post factum կատարվելիք գործընթաց պիտի լինի, պարոն Հովհաննիսյան, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ ձևավորված խորհրդարանում ընտրակաշարքի գործոնով մանդատների մեծ մասը, ինչպես դուք եք ասում, ստացած խորհրդարանական ընդդիմության հետ, ինչպես եք պատրաստվում աշխատանքը։ Դժվար է աշխատանքը պատկերացնել այդ մարդկանց հետ։ Ես հիմա պատկերացնում եմ միայն մեկ բան, թե ինչա նրանց հետ տեղի ունենալու, երբ որ մտնենք խորհրդարան, նրանք հատ-հատ պատասխան են տալու իրենց յուրաքանչյուր ուրեմն հնչեցրած կեղծ թեզերի համար, հատ-հատ պատասխան են տալու յուրաքանչյուր դրամի համար, որով փորձել են գնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրանք շատ դաժան իրականություն է սպասում ազգային ժողովում քաղաքական առումով, մենք նրանց ոչնչացնելու ենք քաղաքական առումով ազգային ժողովի դահլիճում եւ այս նախորդ ընդդիմությանը տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու այս նոր եռագլուխների համար, որոնք կմտնեն խորհրդարան, թող գան խորհրդարան, մնացածը արդեն քաղաքական իրողությունները ցույց կտան, բայց մենք չենք պատրաստվում ուրեմն աչք փակել են ամեն ինչի վրա, ինչ որ տեղի է ունեցել քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խոստումներ ենք տվել մեր քաղաքացիներին, բազմաթիվ հանձնարարական ենք ստացել մեր քաղաքացիներից եւ մենք գնալու ենք մեր խոստումների ճանապարհով։ Պարոն Հովհաննիսյան, Պահից արդեն դուք ասում եք, իրազեկում եք, որ բովանդակային քննարկում չսպասեք, հարգելի ընտրողներ, հարգելի քաղաքացիներ, այստեղ կներեք արտահայտությանս համար լինելու են հայտնի տուրուտմփոցները, ինչին ականատես էինք լինում այս գումարման խորհրդարանում, հա, ձեր ասածը դա էր։ Ոչ, իմ ասածը դա չէր, ես ասացի, որ քաղաքականապես ոչնչացնելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին խորհրդարանում։ Դա չի նշանակում, որ տուրը դմփոցա լինելու, դա նշանակում որ բովանդակային առումով քաղաքականապես ոչնչացնելու ենք այդ ուժերին։ Իսկ խորհրդարանը շարունակելու է իր բնականon աշխատանքը, մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմաթիվ անելիքներ ունի օրենսդրական մակարդակում, ծրագրերի իրականացման մակարդակում, կառավարության ծրագրի իրականացման մակարդակում, նոր կառավարության արդեն ներկայացրած ծրագրի ներողություն իրականացման մակարդակում եւ այդտեղ բնականաբար մենք բովանդակության մասին ենք խոսում, այսքանը։ Գնեք դուք որ ասում եք այնինչ այս ընդդիմության հետ եղել է ծաղիկները, թվալում ենք այս ընդդիմության եւ ձեր միջև տեսել ենք շշամարտ, բոքսի տեսարամարտ, մենամարտեր ենք տեսել, նույնիսկ անգամ այս վերջին շրջանում սեռական բնույթի հայոյանքներ էին ազգային ժողովի դահլիճի ուղիղ եթերում հնչում, սրանից ավելի ինչ պետք է լինի։ Սրանց պակաս պետք է լինի, բնականաբար մեզ առաջին հերթին մեզ դուր չի գալիս, որպես անմիջական մասնակիցներ ձեր ներկայացրած ուրեմն տեսարանների, մեզ առաջինը դուր չի գալիս ազգային ժողովում տեսնել նման ներկայացուցիչների, որոնք չեն գործուղվել ազգային ժողով օրենսդրական աշխատանքի համար, նիստերին մասնակցելու համար, առասարակ նրանք եկել են ազգային ժողովի աշխատանքները խաթարելու համար, եւ նախորդ ազգային ժողովում տեղի ունեցել այն ինչ տեղի է ունեցել, դրա վերաբերյալ մեկնաբանություններ ես կարծում եմ բազմիցս հնչել են, բայց ծաղիկներ երբ որ ասում ենք տեսնում ենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը անգամ ազգային ժողովի շենք չի գալիս։ Ազգային ժողովի շենք չի գալիս անգամ այսօրվա ընդդիմությունը, իդեպ այդ ընդդիմության մի մասը նորից մանդատներ է ստացել, ես չեմ պատկերացնում նրանք ոնց են շարունակելու աշխատանքը այսքանից հետո, ինչ երեսով են ընդհանրապես նրանք, հələ մի հատ քարոզարշավ են արել այդ երեսով, ու մի հատ էլ այդ երեսով պետքա գան ուրեմն նորից ազգային ժողով կամ չգան ազգային ժողով, իմ ընկալումն այն է, որ նրանք կրկին գալու են անբովանդակ, ուրեմն քննարկումների դաշտ փորձեն մեզ տանել, հետո էլի գան գրանցվեն գնան որ գումար ստանան հուսով եմ որ դա օրենսդրական մակարդակում մենք կարողանանք սաստել եւ կանխել իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի բուն բովանդակությանը ես կարծում եմ որ մենք առնվազն ամեն ինչ անելու ենք որ խորհրդարանը հնարավորինս բովանդակային լինի եւ նոր եռագլուխ ընդդիմությունը չկարողանա խաթարել խորհրդարանի բնականon աշխատանքները։ Պարոն Հովհաննիսյան, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է նաեւ Դավիթ Ղազենյանի, Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը, բայց թե ուժեղ Հայաստանից, թե Քոչարյանի թիմից, սա էլի կապում են տենց քաղաքական հետապնդման հետ, բռնաճնշումների հետ, դրա քաղաքական գնահատականը որն է, այսինքն կարելի է կապ ունենալ ընտրակաշարքների այդ գործերի հետ, բայց ամեն ինչ անվանել քաղաքական հետապնդում։ Դե վերջին տարիներին ինչ քրեական գործ հարուցվում է, ինչ քրեական հետապնդում տեղի է ունենում, որակվում է որպես ուրեմն քաղաքական հետապնդում
Վարդանիկի դեպքն էլ որակվում որպես քրեական հետապնդում, աբեկչական ակտ կազմակերպելու մասին մեղադրանքներն էլ որակվում որպես քրեական հետապնդում եւ հիմա էլ եկել հասել ենք նրան, որ ընտրակաշառք բաժանողները դարել են քաղաքական հալածյալ։ Սա մի բան է նշանակում, ինչը որ ես քիչ առաջ ասացի, որ այս մարդիկ իրենց քաղաքական գործունեության միակ հենարանը պատկերացնում են փողը։ Դրա համար երբ որ փող բաժանելուց բռնվում են եւ քրեական գործը իրենց վրա հարուցում, իրանք դա որակում են որպես քաղաքական հետապնդում։ Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը եւ բոլորը օրենքի ողջ խստությամբ պատժվելու են իրենց բաժանած ամեն մի դրամի համար, քաղաքական առումով էլ պատժվելու են իրենց արտաբերած ամեն մի կեղծ թեզի, ամեն մի կեղծ բառի համար։ Ընտրություններից արդեն այսօր ամսի 17-ն է, 10 օր է անցել, ուր են 300,000 ադրբեջանցիների մասին գոռացողները։ Ուր են իրանք ընդհանրապես, ինչով են զբաղված։ Տեսա, որ մի քանիսը փորձում էին սահմաններն անցնել Հայաստանի Հանրապետության։ Ամեն օր սառնարանը բացում էիր, մեջից Նարեկ Կարապետյանն էր դուրս գալիս, 300,000 ադրբեջանցի էր գոռում։ Թեյնիկը միացնում էիր, մեջից Ռոբերտ Քոչարյանն էր դուրս գալիս, 300,000 ադրբեջանցի էր գոռում։ Մտնում էիր Զուքարան ներողություն, Կալուգացի օլիգարխին էիր հանդիպում, 300,000 ադրբեջանցի էր գոռում։ Ուր են այդ մարդիկ ընդհանրապես։ Որ ծակերն են մտել ընդհանրապես եւ ինչի չեն շարունակում այն թեզը, որը իբր թե սպառնում էր Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Միակ բանը, որ սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, այդ համակարգային ընտրակաշառքներ բաժանող եռագլուխ կուսակցությունն է, որի հարցերը մենք, որպես ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժ, լուծելու ենք օրենսդրական մակարդակում եւ քաղաքական առումով։ Պարոն Հովհաննիսյան, գուցե թայմ ալթեն վերցրել, մտածում են մանդատները վերցնենք, չվերցնենք, չվերցնելու այլընտրանքն արդյոք դիտարկում եք փողոցային ինչ-որ պրոցեսները, թեև քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչն ասաց, որ իշխանությունը ուզում է միտումնա, որ իրենց նետել փողոց, որպեսզի փողոցում բախումներ տեղի ունենան, զոհեր լինեն, արյուն հեղա, մարտի 1-ի կրկնության մասին։ Դե ես հասկանում եմ, որ այդ մարդկանց մտքերում արյունն եւ այլն քաղաքական գործընթացներում նրանք արյունից բացի ուրիշ բան չեն գեներացրել այս երկրում։ Ես չեմ կարծում, որ պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները ունեն որևէ ներուժ փողոցային պայքար իրականացնելու համար եւ փողոցային պայքարի համար մարդիկ պետքա ինչ-որ մոտիվացիա ունենան, որ դուրս գան, պետքա ասենք ընտրությունները կեղծված լինեն, ոնց որ օրինակ 2003 թվականին էր եւ դրան հաջորդող բոլոր տարիներին էր եւ դրան նախորդող նաեւ տարիներին էր։ Այսինքն դե ասելը քիչ է, ես նոր ասում եի, թե ինչեր էին ասում նրանք Քարոզարշավին, ուր են իրանք հիմա, ձայները դուրս չի գալիս ոնց որ այդ թեմայով։ Ես ներուժ չեմ տեսնում, պատճառ չեմ տեսնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են դուրս գալ փողոց ինչ-որ մի անարդարություն վերացնելու եւ արդարություն վերականգնելու իմաստով։ Ընտրություններն ավարտվել են, խորհրդարանը կձևավորվի օգոստոսի սկզբին, բոլորն իրենց իրավական գործընթացները կիրականացնեն, կդիմեն սահմանադրական դատարան, կստանանք սահմանադրական դատարանի եզրակացությունը եւ կշարժվենք առաջ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության կպատժենք բոլոր նրանց, ովքեր փորձել են բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վրա եւ հատկապես եւ գլխավորապես ուրեմն խոսքը գնում է Կալուգացի օլիգարխի կամ Կալուգացի շպիոնի Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի մասին։ Նրանք պետքա ուրեմն ունեզրկվեն, նրանց ձեռքից պետքա վերցնել այն ապօրինի գույքը, որոնք նրանք կուտակել են այս տարիների ընթացքում եւ որը հիմա էլ հելել միատել այդ ապօրինի գույքի շնորհիվ փորձում են փողեր բաժանել մարդկանց։ Մենք հասկանում ենք, չէ, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են նրանք ծախսել, չեն արդարացել նրանց ծախսերը եւ հիմա երևի ինչ որ հաշվարկների մեջ են, դրանով են պայմանավորում նաեւ, որ ինչ որ լռություն է տիրում։ Կվերցնեն մանդատները, թե չեն վերցնի, այդ մեզ ճիշտ ասած այդքան էլ չի հետաքրքրում, մենք մեր օրակարգով ենք շարժվում։